Ողջույն 24-ի եթերում հետագիծն եմ Նարեկ Գալստյան, այս պահին ես հյուրընկալել եմ Հայացք վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ քաղաքագետ Կարեն Բեկայանին։ Պարոն Բեկայան, ողջունում եմ։ Բարև ձեզ։ Ես շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու Ես եմ շնորհակալ։ Պարոն Բեկայան, վերջին 2 օրվա մեյնսթրիմը իշխանական օրակարգը, որը առաջ է քաշվում լրատվամիջոցներով, իր ապակառուցումով հետևյալն է։ Մենք դե գիտեք, ունենք արտաքին հետախուզական ծառայություն, տակավին վերջերս բացված Վերջինս հայտարարել է փաստորեն, որ կոնկրետ երկրի հատուկ ծառայություններ են, որ ասպա բոլորը գիտեն ում մասին է խոսքը, բայց անունը չենք տալիս, Ռուսաստանի մասին է խոսքը, ստիպում է ազգությամբ հայ բիզնեսմեններին, որպեսզի նրանք ուղիղ ներքաշվեն հանուն մի կուսակցության օգտին նախընտրական թեմայի մեջ ֆինանսավորեն մարդկանց բերենեսային անեն։ Սա մի բանով։ Հետո ստորակետ շարունակվեց, որ ավտոբուսներով արդեն Բրոնյաներ են արել, ավտոբուսներով Վրաստանից ու Ռուսաստանից բազմաթիվ մարդկանց են բերելու, ներքին գործերի նախարարությունը քննչական կոմիտե ուղարկեց եւ այլն եւ այլն։ Հիմա եթե մենք հաշվի ենք առնում այս գետնի վրա իրավիճակը եւ համեմատում ենք Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթի հետ, որտեղ նա ասաց, որ Բելարուսա մեր եւ ռուսաստանյան գործարաններ եւ այլն, ինչ է նախապատրաստում իշխանությունը։ Տեսեք, առաջի հերթին ես կարծում եմ, որ այս ամենը խոսում է նրա մասին, որ իշխանությունը բավականին լուրջ անհանգստացած է։ Այսինքն իր պատկերացումները եւ իր խոսույթը, իր առանց որևէ խնդրի վերընտրվելու, վերարտադրվելու, ավելի մեծ տոկոս հավաքելու, քան 21 թվականին, այս ամենը խոսույթ է։ Ընդհանրապես սեփական ուժի PR եւ սեփական կողմնակիցների կոնսոլիդացիայի, այսինքն նրանց վախերը որևէ կերպ կառավարելու խնդիրը հետապնդվում, հա։ Իրականում այս ձեր նշած բոլոր շարքը քայլերի գործողությունների իդեպ եւ ոչ միայն դրան ահագին բան գիտեք կարելի է գումարել, հա։ Խոսում է այն մասին, որ շատ լուրջ անհանգստացած են։ Սա առաջինը։ Երկրորդ, ես ցավով պիտի նշեմ, որ մենք այս տարիների ընթացքում տեսել ենք, հասկացել ենք, զգացել ենք, որ կարմիր գծեր չկան։ Այսինքն, սա նաև ինչ որ իմաստով, ես չեմ բացառում, որ իր մեջ անոնս է պարունակում ռեպրեսիվ գործողությունների տարաբնույթ եւ ընտրական գործընթացի հետ կապված բավականին լուրջ խախտումների եւ խոչընդոտների։ Իդեպ, եթե մենք այստեղ էլ ամեն ինչ կոչենք իրենց անուններով, մենք արդեն իսկ ընտրական գործընթացի նկատմամբ ունենք քայլերի եւ գործողությունների շարք, որոնք ընտրությունների մաքրությունը, նրա ուրեմն ազատ լինելը արդեն իսկ դնում են հարցականի տակ։ Եթե կուզեք անվանենք խախտումներ, արդեն իսկ, այսինքն խոսքը առաջին հերթին վերաբերում է նրան, որ ընդդիմադիր թևերի նկատմամբ իրականացվում է ռեպրեսիվ գործողություններ, մինչև անգամ ուրեմն մարդիկ ունեն, գիտեք, կալանքի տակ, մարդիկ ունեն ուրեմն տարբեր խափանման միջոցների ներքո եւ այլն, այսինքն սա բռնաճնշումներ են, որոնք չեն կարող չհասնել ընտրական գործընթացի արդյունքի վրա։ Չեն կարող։ Ես ուզում եմ, որ մենք սա շատ հստակ պատկերացնենք, որտեղ անգամ մենք մեր շրջապատում, մեր ընկերների, մեր մտերիմների հետ, մեր քաղաքացիների հետ, երբ որ խոսում ենք, ես զգացել եմ, որ չեն պատկերացնում, որ օրինակ նույն ընտրական գործընթացին պատրաստվող ուժը, անհատը եւ այլը սովորական պայմաններում դա լրիվ ուրիշ բան է, եւ գտնվում է բռնաճնշումների, ել չեմ ասում, կալանավորված վիճակում կամ որևէ խափանման միջոցի ներքո, սա լրիվ այլ բան է։ Այսինքն, այս ամենը ընտրակերտիկները միայն ընտրության օրը բնականաբար ոչ, Նարեկ ջան, բնականաբար ոչ, բնականաբար ոչ, այսինքն երբ որ մենք խոսում ենք ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ եւ այլ այս բոլոր կատեգորիաների մասին, հա, այդ ամեն ինչը սկսվում է շատ ավելի վաղ տեղի ունենալ կամ չունենալ, քան այդ ընտրության օրը այդ պահի դրությամբ, ասենք, այդ քվեատուփերի կամ ընտրատեղամասերի պայմանական ասած մաքրությունը։ Եվ հետեւաբար մենք այստեղ արդեն ունենք այդ ձեռագիրը եւ այդ կիրառումը այդ գործիքակազմի, որը բավականին դուրս հարված է բերում հենց ընտրական գործընթացի նրա մաքրության ազատությանը եւ այլ։ Հիմա, բայց նորից եմ կրկնում, այստեղ ամենացավալի հարցը նա է, որ չկա որևէ երաշխիք կամ չկա տրամաբանական որևէ գիծ, որը մեզ կհուշեր այն մասին, որ այս ինչ որ տեսնում ենք, այսքանով է ամեն ինչ սկսվում եւ ավարտվում։ Այսինքն, հետեւաբար ես որևէ կերպ չեմ բացառում, որ ինչքան մենք մոտ լինենք ընտրություններին 1, այսինքն ժամանակային գործոն, ինչքան իրենց համար արվող, իրենց ներկայացվող ոչ հանրությանը սոցիոլոգիական հարցումները ցույց տան իրենց պարտությունը, երկրորդ գործոն, երրորդ գործոն, ինչքան արտաքին ուժերը թիկունքներին կանգնելով
տան որոշակի ուժեր, որոշակի ուղղություններով կխոսենք երևի, հա, ուրեմն տան այդ կարտ բլանշը ինչ ուզես անելու, ինչը հիմա անում են եւ շարունակվում է դա արդեն ոչ կարճ ժամանակահատված, մենք հնարավոր ցանկացած երևույթի հետ կարող ենք գործ ունենալ։ Ցանկացած ամենատարածվածը պարոն Բեկարյան, ամենատարածված հավանականությունը այսպես կոչված մոլդովական սցենարն է, որը ինչ է իրենց ենթադրում արևմտյան եւ մասնավորապես եվրոպական միության ծափերի ներքո դուրս թողել կոնկրետ երկու կուսակցությունների ընտրարշավից իր բոլոր հետևանքներով, հա։ Օրինակ, հիմա երեք Նիկոլ Փաշինյանը Եվրոխորհրդարանում իր վիզավիներից մեկի հետ ճեպազրույցի ժամանակ եվրոպացի կին պաշտոնյան հայտարարեց, որ մեր գրասենյակը Մոլդովայից ծածկելու է նաև Հայաստանը, այսինքն նախընտրական ժամանակաշրջանում աջակցելու է Հայաստանին։ Դե մի մոռացեք, որ նաև պայմանավորվածություն ունեն, հենց Երևանն էլ բերելու որոշակի թիմ այդ հիբրիդային պատերազմի այսպես կոչված, այո, հիբրիդային այո, որի համար դիմել էին, հետո այդ արտգործնախարարի նամակի այդ աղմուկը եղավ եւ այլ, այսինքն սա շատ հստակ տեսանելի է այս ամեն ինչը։ Այսինքն սա ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը ունենալու է արևմտյան թե Վենսի հայտարարություններն են հաշվի առնում արևմտյան ակնհայտ աջակցություն անել այն, ինչ ուզում է անել վերընտրվելու համար։ Այդան, տեսեք, ուրեմն ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ եկեք sense սկզբունք։ Ուրեմն սուվերեն պետության սուվերեն ընտրություններ։ Հիմա ես ինքս ամենամեծ հակվածությունը ունեմ այդ սկզբունքի լիակատար կյանքի կոչմանն ու իրականացմանը, իրագործմանը։ Լիակատար, որովհետև գիտեք ինչ է սուվերենությունը ասված, այդ խոսույթը չի, դա բառերը չեն, դա իրական գործընթացն է։ Հիմա, բայց մենք ինչ ունենք իրականում։ Մենք ունենք իրականում լրիվ ուրիշ բան, այսինքն սուվերենության խնդիր ճակերտներով չկա, եւ խոսքը վերաբերվում է X-ին, Y-ին, Z-ին, եւ սուվերենության խնդիր կա, եթե խոսքը վերաբերվում է ուրիշներին։ Այսպես չի լինում։ Իրականում այսպես չի լինում, այսինքն այստեղ շատ կարևոր է, որ մեր հանրությունը այս բոլոր մեսիջներից ստացվող, օրինակ, կարողանա, հա, իր համար սա ուղղակիորեն ֆիքսել։ Պարզագույն օրինակ եմ ձեզ բերում։ Ուրեմն, ուղիղ աջակցություն ընտրական գործընթացում, ընտրական գործընթացի անունը տալով եւ աջակցության ուղղությունը ֆիքսելով։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար արելա թե չի արել։ Արել է։ Միացյալ Նահանգների փոխնախագահ արելա թե չի արել, շատ հստակ արել է։ Եվրոպական գծի տարբեր խորհրդարանական եւ այլ դերակատարներ, գործադիրներ եւ այլը։ Սա ի՞նչ է։ Սա սուվերենություն ասվածի մեջ, այս իշխանության պատկերացրած, տեղավորվում է։ Եվ հիմա դրա փոխարեն կշերքի մյուս նժարին դնել, ուրեմն տարաբնույթ մեղադրանքներ, այդ հիբրիդային պատերազմների հետ կապված տարբեր խնդիրներ եւ այլ, կա կանխեք։ Կա իրական է, կանխեք։ Այն մեկը տեսնում ենք, որ իրական է, որովհետև հստակ արտահայտվում է։ Այսինքն չես կարա դու ասես, գիտես ինչ, ես պայքարում եմ սուվերենության համար, բայց այս կողմին կարելի է ինչ ուզես, այս կողմին տեսել ենք, չենք տեսել, զգում ենք, չենք զգում, բայց դի պաշտպանվենք։ Հաստատորեն հիբրիդային պատերազմ ասելով իշխանությունները նկատի ունեն Ռուսաստանի հետ հարձակատումը։ Բայց իմ ասած ի՞նչ է, այսինքն Թուրքիա, Ադրբեջան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ ընտրական գործընթացում Հայաստանի Հանրապետության սուվերենությունը պաշտպանելու, քաղաքացու սուվերեն որոշումը պաշտպանելու խնդիր ունենք, դու չես կարող անտրովի վերաբերմունք ունենաս։ Ասես գիտես, ինչքանի որ ընդերից ինչ-որ բան կա սրտովս չի, ուրեմն դա անվանեմ հիբրիդային պատերազմ, ինչ-որ կառույցներն էլ այդ տվեցի կանոն են, հենց հաստատակամ ասեցիք ունենք այդ կառույցը բան։ Նա էլ ընդերից ինչ-որ եզրակացություններ տա դրա վրա հենվենք, այն մյուս ուղղությունները մեր սրտով է։ Չի լինում sense բան։ Այսինքն սա նշանակում է դու իշխանություն ես վերարտադրում։ Հիմա սա նշանակում է ստեղից մի բան։ Առաջին, ուրեմն դու Հայաստանի Հանրապետությունում հերթական խորհրդարանական ընտրությունները դարձրել ես արդեն աշխարհակաղակական բախման թաթերաբեմ։ Ցանկացած երկրի պարագայում սա շատ լուրջ ռիսկ ու մարտահրավեր է իրենից բխող հնարավոր բոլոր խնդիրներով։ Գործող իշխանությունը Հայաստանի Հանրապետությունը սարքել է արդեն աշխարհակաղակական բախման թաթերաբեմ։ Եվ ընտրությունները դրա համար դարձած են առիթ, սա ֆիքսենք։
Երկրորդ, Հայաստանի Հանրապետության իշխանության համար, այս պահիձությամբ ըստ արած գործողությունների եւ այլի, ընդհանրապես կա մի նպատակ եւ ուրիշ ոչ մի բան։ Վերարտադրվել։ Մնացած ամեն ինչ չի հուզում, չի հետաքրքրում, երկրորդականա, երրորդականա, չորրորդականա։ Դրա համար կարելի է պերաշկել ուտել, դրա համար կարելի է օրը մի բան հայտարարել, դրա համար կարելի է հակասող գործողություններ անել, ինչ ուզես կարելի է անել։ Կարելի է գնալ Եվրախորհրդարանի վերջի ելույթը անել իր խայտարակ տարաբնույթ թեզերով։ Բայց վերջին 5, իսկ 6 կամ որոշ գնահատականներով անգամ 8 տարիների ընթացքում մենք բազմիցս ականատես ենք եղել, որ սեփական իշխանության վերարտադրության համար օրվա իշխանությունները պատրաստ են հատել ցանկացած կամի գիծ, որը մարդկային ճակատագրերի վրա է։ Նորից դա ենք ֆիքսում, կանգնած լինելով ընտրությունների նախաշեմին դա ընդհանրեն ինչ է մնացել։ Պարոն Մեքենյան, այն ինչ որ անում է իշխանությունը ակնհայտ է, գնում է կոնկրետ գործողությունների, դաշտ է նախապատրաստում, քրեական գործը հարուցված է, այս քրեական գործի շրջանակներում կլինեն բազմաթիվ ենթադրում ձերբակալություններ, օպերատիվ լսումներ, հետո այդ մարդկանց կամ կարդարացնեն կամ չէ, բայց դա երկրորդական է, երբ որ արդեն գնացած լինի։ Մենք տեսել ենք, չէ, բազմաթիվ օրինակներ, երբ որ մարդկանց աղմուկ աղաղակով հրահրոցով ձերբակալել են, հետո վերջում դատարանում այդ գործը քանդվել է, ինչպես օրինակ սրբազան շարժման գործը հիմա այդ process-ի վրա է։ Բայց այնուամենայնիվ, ասում եմ, հաղթողներին չեն դատում, երբ որ Նիկոլ Փաշինյանը հաղթեց ու դարձավ վարչապետ, այլևս մնացածը բան է, այսպես այլ ժանրից է դառնում, էլի։ Դուք տեսնում եք, որ ընդդիմությունը իր տարբեր միավորներով հասկանում է լրջությունը եւ որոշակի առումով ինչ որ պլան B ասեմ, պլան G ասեմ կամ ինչ որ քայլեր է նախապատրաստում, որպեսզի կարողանա կանխի այն ակնհայտ սցենարը, որով գնում է օրվա իշխանությունը։ Այդ ջան, նախ քանի որ խոսեցինք, առաջի հերթին աջակցություն է մեր բոլոր քաղաքալացյալներին եւ քաղբանտարկյալներին։ Բնականաբար, որովհետեւ այն ինչ որ տեղի է ունենում, դուք սրբազան շարժման անդրադարձակ, մենք տեսնում ենք նույն Բագրատ Սրբազանի հետ տեղի ունեցող այս ամեն ինչը, ուրեմն այն sense չգիտեմ լիակատար աջակցությունը եւ իրենց համբերություն ուղակի, ել չգիտեմ ինչ բառեր օգտագործեմ, հա։ Հիմա գալով ձեր ասացին, եթե թույլ կտակ, ես մի փոքր հակառակ կողմից կամ, հա։ Ուրեմն ցանկացած երկրի պարագայում Հայաստանը այստեղ օրիգինալ չի։ Ուրեմն ընդդիմությունը իր տեղում է, եթե նա ունի հնարավորություն ինչ որ բաներ կանխելու։ Եթե նա անընդհատ պիտի վազի գնացքի հետևից, սա շատ լուրջ խնդրեմ է, շատ լուրջ։ Հիմա այս ինչի հարցին էս կողմից եկա, դե տեսեք հիմա, ընտրություններ մինչև կա ինչքան 3 ամիս հա մոտավորապես, պլյուս-մինուս, հա, մոտ 3 ամի ժամանակ։ Հիմա նայեք, պարզ տրամաբանությունը հուշում է 3 ամսից ավելի քիչ։ Հա, օրերի տարբերություն, հա։ Ուրեմն պարզ տրամաբանությունը հուշում է հետևյալը։ Եվ մենք իդեպ այդ ձեռագրին առնչվել ենք նաև վերջի տարիների ընթացքում, որ բացի այն ամենից, ինչը ներկայացվում է հանրությանը, այսբերգի ներքևի հատվածում կարող են լինել տարաբնույթ պայմանավորվածություններ, խոստումներ այս իշխանության կողմից տրված, եւ վերջը աշխարհը շուտվանից միամիտ չի։ Այսինքն, եթե մենք այսօր ֆիքսում ենք նույն արևմուտքի կողմից այս կարգի աջակցությունը, անգամ բառացի ասվող հայտարարվող աջակցությունը, ուրեմն սրա դիմաց կա գին, մասամբ վճարված, մասամբ վճարելիք։ Հիմա այստեղից ուզում եմ ձեզ տալ շատ տրամաբանական հարց։ Միամիտ են այնքան, որ ասելու են մենք քեզ հավատում ենք, դու գնա կընտրվես կպրծնես, այն մնացած խոստումների դաշտին կետարկետ կանդրադառնաս, ուրեմն նախ այդքան միամիտ չեն, երկրորդը դիմացի դերակատարը, չգիտեմ ինչ անվանում տամ, շուտ վանից ոչ մեկի մոտ այդ վստահությունը չի ներշնչում։ Հետևաբար մենք շատ լուրջ է խնդիրը, մարտահրավերը եւ այլը, որ մենք այս 3 ամսվա մեջ կարող ենք ականատես լինել որոշակի անդառնալի գործընթացների եւ արդյունքում դառնա, որ ընտրությունների պատրաստվող ընդդիմության թևերը նայելով այդ ամեն ինչին, ուրեմն աշկ են փակում, բորբոքվում են կամ չեն բորբոքվում, բայց այդ դրանք դառնում են անդառնալի։ Բերեք ես ձեզ պարզագույն օրինակների վրա ասեմ, հա։ Համեց։ Այսօր հայտարարեց, որ սահմանադրության փոփոխությունը լինելու է եւ դրա մեջ անկախության հռչակագրին հղում չի լինելու։ Այո։ Ես ասում եմ պարզագույն դա կոնֆլիկտագին ծին է ասած։ Okay, հիմա ես պարզագույն օրինակ եմ բերում։ Եթե մենք պրոցեդուրալ նայենք, հանրակրվեն երբ կնշանակվի այդ մի հարց սահմանադրության, բայց այդ նախագիծը ԱԺ-ով անցկացնել, մնացած գործողություններ քայլեր իրականացնել 3 ամիս իրենց բավարար չի դա անելու համար խորհրդարանում ունենալով այն պատկերը, որ ունեն։
Մինչև ընտրությունները նկատի ունեք, չէ, թեկուզ հանրակրվեն չլինի, չէ, թեկուզ հանրակրվեն նշանակվի ուշ։ Բայց արժեով անցկացնել պրոցեդուրաների հնարավոր։ Հիմա հարց երկրորդ, ցանկացած պահի կարա նախաստորագրված հայ-ադրբեջանականը ստորագրվի եւ բերվի վավերացվելու։ Ըստ Ալիևի ասում եմ մինչև չհանեք սահմանադրությունից այդ կետը չփոխվի, բայց դա խոստացավ, հիմա տակն էլ իրանք իրար մեջ, լինի ասում փաստացի։ Չէ, հասկանում եմ, բայց տակն էլ իրանք իրար մեջ ինչ ժամանակացույց ունեն, ինչ պայմանավորվածություններով, եկեք ընդունենք, որ տեղյակ չենք։ Բայց տեսել ենք քանի անգամ, որ հետո ջրերես են դուրս եկել միջ այդ եղած պայմանավորվածություններ, հա։ Ուրեմն, բերում է գագաթաժողովը եվրոպական համայնքի, այդ գագաթաժողովը ոտից գլուխ ծառայելու է միայն PR նպատակով։ Ոչ թե Հայաստանի համար որևէ քայլով, որևէ գործողությամբ, Հայաստանի համար որևէ Ընդ որում եվրոպացի չինովնիկները հատուկ համաձայնվել են այդ ժամկետին, որպեսզի գան եւ իրենց աջակցությունը հայտնեն հայ իշխանությանը։ Սա իր հերթին։ Ուրեմն նայեք, սահմանադրություն հայ-ադրբեջանական, սա միջուկային էներգետիկայի հետ կապված ուրեմն համաձայնություն Միացյալ Նահանգների հետ։ Փոքրակ մոդուլային։ Այո, օրինակ, դրանից բխող բոլոր խնդիրներով եւ մարտահրավերներով։ Կարա լինի։ TRIP վերջնականապես պայմանագրի ստորագրում։ Հիշենք, որ ոչ մի մասով պայմանագիր չկա։ Եվ այսօր նաև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս բոլորը կուտակվում է, ուրեմն դեպի այդ ընտրական գործընթացի եզերք։ Հիմա կարան այս գործողությունները կատարվեն։ Ոչ թե կարան կատարվելու են։ Յուրաքանչյուրի ներքո Հայաստանի Հանրապետություն պետության համար կա շատ լուրջ մարտահրավերների զամբյուղ, շատ լուրջ, որովհետև ես ուզում եմ մենք շատ հստակ պատկերացնենք, անգամ ընտրություններից հետո պատկերացեք իշխանությունը փոխվել է։ Ուրեմն նոր եկած իշխանության համար տենց հեշտ ու միանշանակ է լինելու աշխարհի համար մեկ գերտերության հետ ձեռք բերված պայմանավորվածությունից դուրս գալ, լրացում անել, նոր բանակցություն ուզել եւ այլն եւ այլն։ Օրինակ եմ ձեզ բերում։ Այսինքն սրանք հանգրվաններ են, որ հանձնարարված է, տակերը տարբեր ժամանակացույցերով պայմանավորված, առանցին Ադրբեջան, առանցին Թուրքիա, առանցին Եվրոպական համայնք, առանցին Միացյալ Նահանգներ, հա, եւ այլն, որոնք պիտի իրականացվեն այս լիակատար եւ ամբողջական աջակցությունը մինչեւ վերջ պահելու ստանալու համար։ Հիմա հարց եմ ձեզ տալիս։ Այդ գործընթացները սկսեցին տեղի ունենալ։ Ընդդիմությունը ոչ մի ձևով դրան չարձագանքելով սպասում է ընտրության օրվան։ Սա նորմալ է։ Այսինքն սա ոչ մի տրամաբանությամբ չի կարա լինի նորմալ։ Ամբողջ խնդիրը կանում է հետևյալում, հա։ Ի՞նչն է պատճառը, պարոն Բեքարյան։ Մի քիչ էյֆորիկ տրամադրություններ կան ընդդիմության որոշ թևերի մոտ։ Տպավորություն, որ իրանք հունիսի 7-ին անպայման եւ հաստատ հաղթելու են, տրիումֆ են ունենալու եւ այլն, Աստված առաջ իրանց էլ ամենամեծ հաջողությունը։ Պարզ է, բայց ես նորից եմ կրկնում։ Իսկ մտածում են հունիսի 7-ին անգամ հաղթելու պարագայում։ Իրանք ունենալու են, այսօր քանիսն է, 12-ն է, իրանք ունենալու են մարտի 12-ի Հայաստանը, թե հունիսի 6-ի Հայաստանը։ Եվ մտածում են, այդտեղ ինչ տարբերություններ կարա լինի այս իշխանության, այս գործելավոճի, այս ձեռագրի պարագայում։ Հետևաբար առաջանա շատ պարզ հարց։ Ժողովուրդ, հասկանալի է, որ ինչ որ ապրոսներով դինամիկա ունեք ու փառք Աստծո որ ունեք, ու դրանով երջանկանում եք, ուրախ ենք, որ երջանկանում եք, բայց հարց եմ տալիս, դա բավարար է։ Սրանց այս կեցվածքի, սրանց այս պահվածքի, սրանց այս մեր ամեն ինչը տեսած լինելու պարագայում, դա բավարար է։ Այսինքն դուք ունեք մտավախություն, որ մենք հունիսի 6-ին կունենանք մի պատկեր, որի արդյունքում կամ հետևանքով Հայաստանում թե ով կլինի իշխանությունը, ինքը կբախվի անվերադարձ։ Իհարկե, որովհետև անդառնալի կետեր կան եւ հանգրվաններ կա, ես նորից եմ ասում, աշխարհը իրեն սատարող հատված է աշխարհի։ Այդքան միամիտ չի, ուղղակիորեն ասի, գիտես, մենք քեզ sense ամեն ինչով քո մեջքին ենք, բայց դե պարզ է, դե դու կընտրվես հետո նոր մեր ուզածները կանես։ Նախ աշխարհը այդքան միամիտ չի, երկրորդը դիմացինը այդ վստահությունը իր նկատմամբ ունեցող գործիչ չի, իստեղից հետևում է, որ ժամանակացույցով դրած բաներ պիտի արվեն ու կարվեն, այդ թվում ինչև ընտրությունները։ Ինչ է անելու այդ պարագայում ընդդիմությունը, ասել ափսոս, բայց ընտրությունները մի ամսից է։ Ափսոս, բայց ընտրությունները 3 շաբաթից է։ Նարեկ չի ստացվում։ Հետևաբար համար մեկ խնդիրը պետք է լիներ հիմա, իմ կարծիքով, ուրեմն շատ նորմալ իրար հետ վերջապես կամ վերջը վերջո
Շատ ավելի սիրելով սեփական երկիրը, քան ատելով միմյանց կամ որևէ մեկին։ Ինչ որ համակարգող խորհրդի նման մի բան պիտի ունենային, իրար հետ հասկանալու եւ ինչու ոչ փորձելու impeachment-ի գործընթաց ունենալ զուգահեռելով հանրությանը, հասարակությանը ոտքի կանգնացնելու process-ի հետ, հասկանալու համար, որ առաջին ուրիշ ոչ մի բան չլինի։ Դուրս եկած հանրությունը այդ անդառնալի կետերի կանխող կարա լինի, սա մեկ, երկրորդը այդ ամբողջ ալիքը կարա impeachment-ին տա լրիվ այլ հնարավորություն, ու հեչ կարևոր չի ստեղ հանգամանքը տեխնացունով։ Իդեպ տեսակ, նույն ուրեմն պատիվ ունեմի տեխնացուն դիմեց նամակով, հետևից էլ հանրապետականը իր գործադիր մարմնով, որ կարող են այդ կոնսուլտացիաները անել այդ թվում տեխնացուի, հա, այսինքն մի հատ փորձել հասկանալ, լավ կարում եք ձեռը բռնեք, թե չեք կարող։ Կարողանում եք արտակարգը։ Տալիս ես, ասում են դա մեռելացին գաղափար է, եւ այդ գաղափարը։ Ես այդ բարձ ասում եմ, հիմա եկեք կշերքի նժարին, ում համոզենք որ նայեք, կշերքի նժարին դնենք հասկանանք։ Ուրեմն այն որ գաղափարը իր մեջ ունի որոշակի տարեր, որ մի քիչ դժվար է պատկերացվում, որ հնարավոր է արագությունը հավաքել ես, ընդունում եմ ունի այդ տարերը, բայց ես ասում եմ հակառակը ինչ է։ Հակառակը այնա, որ կանգնելու եք հունիսի 6-ին մի հատ լրիվ ուրիշ Հայաստան ունենալու փաստի առաջ, քան այսօր է մարտի 12-ն է, սա մեկ, երկրորդ ամեն ինչ գնում է նրան, որ տոտալ կեղծիքները կապ չունի նորից ընտրատեղամասում այդ քվյատուփի հետ, թե դրան նախորդողով, թե այն ամենով, ինչից դուք սկսեցիք ձեր առաջի հարցը, հա, այս բոլոր քերական գործերը, էներ։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս։ Հիմա նորմալ է, նա իր ընթացքով դա է անում, դուք ձեր ընթացքով, ասած ինչ որ թվեր համեմատելով գնում եք հունիսի 7-ին այդ 3 ամիսն էլ պետության համար, ինչ ուզում ալնի հերնանցած, չի ստացվում տենց։ Տենց չի լինում։ Նորից եմ ասում, դասական սխեմա է։ Ընդդիմությունը իր տեղում է, իր դերակատարման, իր առաքելության ներքո է, այն պարագայում, երբ որ կարողանում է ինչ-որ բաներ զսպել։ Եթե ինքը անընդհատ պետք է գնացող գնացքի հետևից վազի, լավ մի օր կարող առաջանա հարցեն ու ընտրողի մոտ։ Իմաստը։ Դե այդ մտավախությունը, պարոն Բեգարյան, կա այն առումով, որ ասիկա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինքը մշտապես մեզ կանգնեցնում է անվերադարձ անշրջելի փաստերի առաջ։ Այ ինչի է կարող։ Օրինակ Արցախի հանգամանքը։ Այ ջան, ինչի համար է կարողանում կանգնեցնել։ Նայ, ինչի է կարողանում կանգնեցնել։ Հենց նրա համար, որովհետև դիմացի համապատասխան առաքելությունը իրականացնել չի ստացվում։ Եկեք նենց չսարքենք էլի նաև Նիկոլ Փաշինյանին ԿՊ-ին գործող իշխանությանը սուպերմեն չներկայացնենք էլի։ Այսինքն եթե նրանց մոտ ինչ-որ բան չակերտավոր ի վնաս էս երկրի ստացվում է, նրանք դրա պատասխանատուն են, բայց նաև ունի պատասխանատվություն ընդդիմությունը, որ որևէ կերպ չի կարողանում դա կանխել։ Հարց եմ տալիս, ունի թե չունի։ Քաղաքագիտական տրամաբանությունից ելնելով, այո, բնականաբար։ Ահա, բա հիմա տես, այսքան տարվա փորձն էլ արկա է, որ ինչի ասես առաջ ասես չենք կանգնել եւ post factum են փորձը ինչ որ բան անել։ Լավ սա պիտի սովորացներ։ Սա պիտի հասունացներ, որ այս շղթայի դեմն առնել է պետք։ Դե հիմա ես ընդդիմության տարբեր դերակատարների հետ խոսում եմ, իրեն գալիս են ինձ մոտ, ընկերություն են կանում, ասում են հետեւյալն է 4 ուժով կանցնենք պարլամենտ, քանի որ բոլորն են կարծես թե իրատես են եւ կարծում որ 50+1 ոչ մեկ չի հավաքելու, 4 ուժով կանցնենք պարլամենտ, պարլամենտում կմիավորվենք իրար կոալիցիա կանենք, Նիկոլ Փաշինյանին կճանապարհենք տուն։ Ու կարծես թե ասում են բոլոր սոցհարցումներն այս դրա մասին են։ Արի ջան, ուրեմն շատ գեղեցիկ է հնչում։ Դա Աստված դա իրականանա, բայց այդտեղ կա առնվազն 2 հարց։ Այդ 2 հարցի պատասխանը լավ կլինի մարդիկ չփորձեն դրանից փախչել, այլ այդ 2 հարցի պատասխանը տալ։ Առաջին կրկնում եմ, դուք հունիսի 6-ին ընտրության նախորդ լռության օրը նույն Հայաստանն եք ունենալու, ինչ ունենք այսօր մենք մարտի 12-ին։ Եթե վստահ եք, որ նույնն եք ունենալու, անցանք առաջ։ Բայց մեր ընկերներից ձեր, որտեղ բոլորն մեզ պայքարի ընկերներ են, էլի ոչ մի տարբերություն չկա այդ առումով։ Որևէ մեկը այսօր ինձ կամ ձեզ, կամ մեր հանրությանը վստահաբար կասի, այո, մենք նույն Հայաստանն ենք ունենալու մարտի 12-ին եւ հունիսի 6-ին։ Սա առաջի հարցը։ Եվ երկրորդ հարցը։ Շատ ներողություն եմ խնդրում։
Այդ որտեղից է ձեր վստահությունը, որ դուք ունենալու եք այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքում իրոք այն ինչ արձանագրվում է ձեր ձեռքի տակ ունեցած սոցհարցումներով, դա էլ դառնալու է որպես փաստ։ Այսինքն այս իշխանությունից դուք ակնկալում եք, որ ինքը գնալու է եւ մաքուր ընտրություններ անելու։ Բայց եթե ակնկալում եք, բա ինչ որ ահագին բաներ կա, որ ոնց որ հետը ոչ մի ձևով չի բռնում։ Չի բռնում։ Այսինքն պարզ է, որ ընդհակառակ մենք ամեն ինչ պիտի անենք, որ եթե հարցը հասել է հանրություններին, որ մեր յուրաքանչյուր քաղաքացին ոչ միայն քվեն տա, այլ պատրաստ լինի այդ քվեի համար կանգնելու, այդ քվեն պաշտպանելու։ Բայց ես ձեզ ասում եմ, եթե դուք շարժվում եք սովորական ընտրական տրամաբանությամբ, հերթական ընտրության տրամաբանությամբ, սովորական, այսինքն դուք չունեք այդ պարագայում այդ նախապես տաքացնելու խնդիրը հանրության, տաքացնում եք քարոզարշավով եւ այլն, հասկանալի է, բայց հիմա հարց, մեր երկիրը այսօր այդ սովորական տրամաբանության մեջ է, այդ հարցը սովորական ներքաղաքական մրցակից է, այդ հարցը ես անընդհատ տալիս եմ ու մոտավորապես ասում եմ, որ եթե դու գնում եք այն տրամաբանությամբ, որ ընտրությունների օրը պետք է, ասենք, իմ լրագրողները միկրոֆոնը պահեն, ասեն հանուն ինչի քվեարկեցիք, դուք էլ ասեք հանուն ավելի լավ Հայաստանի կամ ավելի չգիտեմ ինչ ամեկը ստիլ լոզունգի, ապա այս հարցում արդեն դուք ի սկզբանե պարտված եք, որովհետև ընտրությունները, եթե դրանք էգզիստենցիալ բնույթ են կրում, ինչպես որ դուք ասում եք դրա մասին, պետք է լինեն հանրային տրամադրությունների վերջակետը։ Իհարկե։ Վերջին քանի ամիսների։ Իհարկե։ Ամբողջ հարցն էլ սրանում է։ Ամբողջ հարցն էլ սրանում է։ Այսինքն հիմա ունեք միացյալ օրակարգ։ Էլի առանցին գնում եք ընտրությունների, ոչ մեկ հարց չունի, բայց ինչ որ միացյալ օրակարգ կա, այդ միացյալ օրակարգի ներքո մեր հանրությանը, մեզ բոլորիս վարակելու, ոգևորելու, տաքացնելու խնդիր կա թե չկա, թե որպես զսպող այդ հանգրվաններին, որ ես կարա անդառնալիության կետերի բերի, թե որպես հնարավոր գործընթաց, եթե անգամ հասնեն ընտրությունների, այդ ձեր ասած տրամաբանական դա լինի վերջակետը, եւ թե եթե հնարավոր է այդ ընթացքում ձևավորել իմպիչմենտով գործընթաց, կանխել այդ զարգացումները, այս 3 ամիսն էլ այս երկիրը չդարձնել ոտի տակի գնդակ, ինչը դարել այս տարիների ընթացքում ի հաշիվ է իշխանության։ Այդ իմպիչմենտի մասով բանը հարցերը չափից ավելի շատ են, հա։ Այսինքն, որ մի ԿՊ-ական ընտրություններից առաջ գնա քվեարկի ընդդիմության տեխնացուին դավաճանելով իր թիմին, ինչպես դա պետքա տեղ ունենա, իմպիչմենտի մասով հավաք լինում է մի քանի 100 հոգի մարդ է հավաքվում, իսկ այնք հարցեր են։ Մի տեսակ այդ ես հարցերը հասկանում եմ, բայց ես ուզում եմ մի օրինակ բերեմ, էլի նայ։ Այս կյանքում մեր գործընթացների հետ կապված շատ դեպքեր են լինում, որ մենք անդրադառնում ենք միջազգային տարբեր փորձի, չէ՞։ Հաղումներ են կանում։ Ապրես, այսինքն որ դեպքերում ենք հիմնականում այդ միջազգային փորձին անդրադառնում ու հղումներ տալիս։ Հիմնականում են դեպքերում, երբ որ դա մի հարց է, որի հետ կապված տարբերակները, լուծումները եւ այլն մենք մեր մաշկի վրա չենք զգացել։ Որտեւ եթե մեր մաշկի վրա զգացած ենք, ինչ ենք աշխարհին նայում առաջի հերթին, հա։ Հիմա ես պարզ բան եմ ասում, 2018 թվականին ինչ որ մեկը պատկերացնում էր, որ հանրապետականը կարող է գնա իր ինչ որ մասով ձայն տա վարչապետի պաշտոնը զբաղեցնողի վարչապետ դառնալու, ինչ որ մեկը դա պատկերացնում էր։ 18 թվականի փետրվարին այդ մասին խոսողը հոգեկան հիվանդի տպավորություն կտա։ Շնորհակալություն։ Մենք հիմա նման չենք այդ 18 թվականի փետրվարի հանրային նույնն են։ Չէ, որ փետրվարն եք ասում, շատ լավ է ժամանակ եք ասում, նույնը չեն։ Տրամադրությունները նույնն են հանրային 26 թվականի եւ 18 թվականի, կարծում եք։ Փետրվարին, այսինքն դուք կարծում եք, որ հայ ժողովրդի մեծամասնության դեմ է Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, փետրվարին մենք ուրեմն շատ լավ ձևակերպեցիք այդ թեմայով որևէ մեկը խոսակ թողեր հոգեկան հիվանդի տպավորություն։ 18-ին հա։ Այո, այսինքն process-ը բերեց այդ համապատասխան գեներացիային եւ ոչ միայն process-ը, այլև շատ ուրիշ գործոններ, արդեղել է դրա մասին շատ խոսել ենք։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, եթե մի բան չես մեկնարկում, դա ո՞ստի լինի։ Ո՞ստի լինի։ Բայց այդ հանրային ճնշումը հասցվեց այն մակարդակի, որ եղավ այն, ինչ որ եղավ, թե չհասցրեց։ Հիմա ես ձեզ տալիս եմ հակառակ հարց։ Ուրեմն, եթե մեր ընդդիմությունը, իսկ ես կարծում եմ, որ դա բավականին օբյեկտիվ է, որ օրինակ, մեր ձևովը, չգիտեմ, իր հավակնությունը, իր հավաքելիք տոկոսի, բայց ընդունում եք, չէ՞ որ փոքր չի։ Դե ֆավորիտն է ընդդիմության ասպայն։ Շնորհակալություն։ Հիմա նույնը մյուսները անվանական ամեն մեկին չասեմ։ Կամ
միասին ունեն տպավորություն, հավատ, հույս, որ 50+1 են ունենալու արդեն պարլամենտ անցնելուց հետո։ Ունեն։ Դե դրա մասին Հələ մի հատ եկեք այդ 50+1-ը մի հատ հələ պատկերացնենք դա հանրային աջակցության ինչ չափ է, ինչ քանակ է, եթե դա դուրս է եկե փողոց։ Բոլորին է իրար հետ։ Պամեկան, երբ Եթե դա իրական է, 50%-ը փողոց դուրս գա աշխարհի բոլորից է։ Չէ, ես այն միամիտ չեմ, որ ես ասեմ ինչքան քվետվող կա, այնքան դուրս կգա։ Բայց եթե այդ 50+1-ը իրական է, իսկ ես հույս ունեմ, որ դա իրական է։ Ակտիվ զանգված է, այսինքն։ Այո, դրա ակտիվ զանգվածը, այդ 50+1-ի ակտիվ զանգվածը բավարար չի ունենալու հանրային այն ճնշումը, որի մասին մենք խոսում ենք։ Եվ վերջը հարց եմ տալիս, փորձել եք։ Փորձում եք։ Նույնիսկ եմ կրկնում, կարակ չփորձեք, կարակ չանեք, հետեւյալով, որ այդ փորձը բերելու է նրան, որ ընդդիմությունն այդ ամբողջ էներգետիկան մսխելու է, գնալու է այլի մեկ ընտրությունների օրը, արդեն ավելի ջարդված, ավելի ջլատված, ավելի անուշ, ավելի ոչ հմայիչ, ավելի պարտված ընտրությունների առաջ պարտություն պետք չի ոչ մեկին փողոցում։ Այդ դեպքում այսպես են բացատրում։ Կարանք, չէ, որ համաձայն չեմ թողենք, բայց կարանք այդ դեպքում այսպեսի հաստատում անենք, որ ուրեմն այդ մարդիկ կշերքի նժարին են դրել երկու բան։ Առաջինը, անդառնալի կետերը ինչ սրանք կարան բերեն այս մոտակա 3 ամսվա մեջ, եւ օրինակ հնարավոր էներգետիկայի չհաշվարկած տեսական անկումը եւ հաղթել ասա։ Եթե սա իրանց հաշվարկար արդեն ասելու բան չկա, Նարեկ։ Եթե իրանց հաշվարկը սա է, ասելու բան չկա։ Այսինքն մի հատ մտովի փորձենք պատկերացնել, ինչը ինչի հետ ենք համեմատում։ Ես ասում եմ, այս մարդը տարբեր գծերով, այս երկիրը 1, ընտրական գործընթացը 2, այս երկրի տակ A, B, G, D խոսեցինք, ընտրական գործընթացն էլ իրանց դրա վրա հույս դրած ընտրական գործընթացը։ Տանում է ավիրելու ճանապարհով։ Հիմա մի կշերքի նժարին սա է, մյուս կշերքի նժարին կարող է չստացվի։ Կարող է դուրս գանք, բան, տենց էներգետիկան մսխվի, բան, այդ պահին մոտենանք ոչ այդ լավ էներգետիկայով։ Okay։ Մեկ այլ ասում այլ ասելու բան չի մնում այդ։ Մեկ այլ հանգամանք, պարոն Բեկարյան, որը իմ կարծիքով քննարկման ենթակա է, մինչև այսօր պլյուս-մինուս հասկանալի է լոզունգները, որով գնում են ընդդիմությունը դեպի, այսինքն իշխանության հասկանալի է, գարելում խաղաղություն, եսի ինչ եւ այլն, ընդդիմության պարագայի մասին է խոսքը։ Մի քանի հանգամանք կա, որ այն համար, չասեմ տարօրինակ է թվում, բայց հարցեր է առաջացնում։ Օրինակ, իշխանությունը հասել է նրան, որ ընդդիմությունը այսպես բորոտի, ինչպես են բորոտից վախեցել ժամանակին, այդպես վախենում է խոսել օրինակ Արցախյան հիմնախնդրից։ Այսինքն դուրս է հանել ընդհանրապես Արցախյան հիմնախնդիրը իր քաղաքական օրակարգից։ Բոլորը չէ, բայց ինչ-որ հատվածները հա։ Ամենայն դեպս եղած հատվածներն էլ շատ ռետուշ, շատ մեղմ, շատ առանց ինչ-որ զգուշավորությամբ եւ այլն եւ այլն։ Բոլորը ամենը մյուսի հետևից ավելի արագագոռում խաղաղություն, որին ոչ մեկ դեմ չի, բայց թրիփի մասով էլի, այսինքն բոլորը դա ընդունում են իբրև գրեթե կայացած փաստ կամ մեծամասնությունը չասեմ բոլորը, այլ առաջարկում են, ասենք, օրինակ այս բանը ռետուշ անել, սա ավելացնել, մյուսը եւ այլն եւ այլն։ Իսկ սրանք պլյուս-մինուս իշխանության օրակարգերն են, որոնք որ դաշտ են նետված։ Եթե դուք այդ ամեն ինչի հետ համաձայն եք, բայց տեխնիկական ինչ-որ հավելագրումներ ունեք, ինչի Հայաստանի քաղաքացին պետքա գնա ձեզ ձայն տա, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի պայմանական հեղինակն է։ Նարեկ, այնքան հետաքրքիր է մեր զրույցը ընթանում, անկեղծ է, որովհետեւ հիմա ձեր կողմից գիտեք ինչ է ներկայացվեց։ Իմ ասացի նախորդ փուլը։ Այսինքն իշխանությունը տես նշած քանի կետերում է հաջողել ստեղծել այն կարգի անդառնալիություն, որ հիմա անդիմությունը դրա մասին կամ չի խոսում, կամ քչերն են խոսում, կամ որպես փաստակայացում, կամ ռետուշ արած է խոսում, բայց ֆիքսում է որպես փաստ։ Ընդունում եք։ Այո։ Բա հենց սրա մասին ենք խոսում, որ այս նաբորը ընտրանին մեծանալու է մինչև հունիսի 6, եւ խորանալու է եւ մեծանալու է։ Բայց սրա մասին է խոսքը։ Այսինքն տեսեք ինչա ստացվել։ Եկեք էլի իրերը անվանենք իրենց անուններով։ Ինչը չեն կարողացել կանխել, հետո ստիպված են եղել
դրա խոսույթի մեջ այնպիսի խոսույթ ձևավորել, որ նրա աշխատածը, նրա հանրությանը թունավորածը, սրսկածը եւ այլը հանգարց դրա ներքո մեծ տարբերություն չտա, որովհետեւ նա հաջողել է։ Մոտավորապես, հա, Չէ, ռեալ, սա չի եղել։ Բա հիմա էլ այդ նույն գործընթացով գնում ենք հասնենք հունիսի 7։ Դե սա է հարցը։ Բա հիմա ամբողջ խնդիրը կանում է հետեւյալում։ Նախ սեփական հանրության հետ պետք է լինել մաքսիմալ անկեղծ։ Հիմա օրինակ տես ինչա կատարվում։ Տպավորությունս չեմ ուզում անվանական ուժերին անդրադառնալ, նորից եմ կրկնում շատ կարևոր հանգամանք։ Ցանկացած իրական ընդդիմության հաջողությունը համարում եմ նաև սեփական հաջողությունը մեր բոլորին է։ Այսինքն ոչ մեկի մոտ սրա հետ կապված կասկած չառաջանա, էլի, որովհետև այսքան տարի մենք ուսուսի պայքարում ենք, վերջը։ Բայց կա բարձրագույն խնդիր։ Լավ, հիմա կասեք այդ օրակարգում ձեր հատումը կա, չկա, այդ հատումը որն է։ Բոլոր այդ իրական ընդդիմադիր թևերի։ Երկրորդ, ձեր առաջարկը մեր հանրությանը որն է ու ոնց է սա հստակորեն սրանցից տարբերվում, ոչ թե տեղավորվում այդ խոսույթների ներփացրած կամ մի փոքր տենց որոշակի մանևրի ներքո եւ այլն, որովհետեւ այս հանրությունն ասի, սրանցից ունեմ այս առաջարկը, սրանց առաջարկ շատ հստակ է։ Ընդհանրապես այնտեղ մի նախադասություն պիտի ավելանա սրանց առաջարկին, որ չեն ավելացնում ինչեւ վերջ, հա, որ մենք Թուրքա-Հայաստան ենք կերտում։ Կապ չունի սուվերենության աստիճանը։ Հետաքրքիր չի սուվերենության աստիճանը։ Թուրքահայաստան թե ճակերտներով Արևմտյան Ադրբեջան։ Ավելի շատ ես կասեի Թուրքահայաստան, իսկ եթե ավելի խորքային նայենք, մեկը մյուսին ընդհանրապես ոչ բացառում է, ոչ բախվում է։ Որովհետև իրականության մեջ այդ թիկունքին ողջ կանգնած Արևմուտքը, ուրեմն թիկունքին կանգնած Թուրքիա, Թուրքիայից ածանցել Ադրբեջան, թիկունքին կանգնած ամբողջական Արևմուտք։ Այդ Արևմուտքը Հայաստանով չի զբաղվելու։ Այդ Արևմուտքը Հայաստանին պատվիրակելու է, չեմ ուզում օգտագործեմ նվիրաբերելու է բառը, Թուրքիայի Հանրապետությանը։ Այսինքն այս մարդկանց ծրագիրը սա է, որը չի թաքցվում, միայն այս վերջի նախադասությունը չի ասվում։ Հիմա մյուս ծրագիրը որն է։ Ես հենց դրա մասին Սուվերեն Հայաստանի ծրագիրն է, որտեղ իմ համար ընդունելի սուվերեն Հայաստանի ծրագիրն է։ Ես հենց դրա մասին եմ ուզում ձեզ հարցնել, տեսեք, մի կողմից, ինչպես նախորդ հարցադրմանից մեջ ասացի, ընդդիմությունը, փորձագետները, քաղաքագետները, ակտիվ մարդիկ, այս իշխանության հակառակորդները, քաղաքական հակառակորդները ասում են, որ դիմացի ընտրությունները էգզիստենցիալ, գոյաբանական, ինքնութենական նշանակություն ունեն Հայաստանի համար։ Մյուս կողմից բացի այն իմ ասած օրակարգերից, որ Փաշինյանական օրակարգերը որպես բան ընդունել են եւ ռետուշանելով առաջ են փորձում գնալ, նաեւ ահավոր շեշտադրում է դրվում սոցիալականին, ոչ թե անվտանգային։ Փորձում են դրանով Վերջի վերջո սա ինչի մասին է այս ընտրությունները։ Հնարավոր արդյոք այս երկուսի իրար հետ համադրել, թե մեկը այնօր դոմինանտ պետք է լինի։ Եվ արդյոք 21 թվականին, երբ որ դոմինանտ դարձավ հենց ինքնութենական գոյաբանական խնդիրը, երևի միգուցե ընդդիմությունը մտածում որ այդ ժամանակ դա սխալ էր, որ պետք էր հենց դրա մասին շեշտավ անվտանգություն Թուրքիայից դառնալ վախեցնել հասարակությանը։ Եք խոսենք որ թոշակ դի բարձրացնենք, էս անենք եւ այլն։ 21 թվականի վրա հենվելը կարծում եմ հաջող բան չի, օրինակ կամ հղում չի, որովհետև 21 թվականի ամբողջ խնդիրը նա էր, որ իրականում այդ ընտրություններին գնալն էր հարց։ Ճիշտ է դասանա։ Իհարկե։ Եվ դա պիտի լիներ հիմնական խնդիրը։ Որովհետև եթե մոտավորապես հարցը ինչին է նման, հիմա էլ է շատ նման, դա այլ օրինակը բերում, ոչ թե գրում եմ 21 թվում մնամ, հա։ Ուրեմն մի քիչ շեղվենք, ուղղակի օրինակով պատկերացնենք։ Ուրեմն պատկերացեք, բռնում են ուրեմն ավազակախումբ կամ գողությամբ հափշտակությամբ զբաղվող ուրեմն ինչ-որ խումբ, որը նենց կոնկրետ կենտրոնացած է տարաբնույթ պահեստներ ջարդելու, գողանալու եւ այլի վրա։ Եվ բռնելուց հետո ուրեմն առաջանում է խնդիր նոր պահեստապետի վականսիա կա, այդ առաջարկել սրանց։ Գողերին։ Այո։ Նարեկ ջան նորմալ է։ 21-ի ընտրության գնալը եւ ընտրության վիճարկելը սրանց իշխանություն լինելու, լինել չլինելու, լեգիտիմության եւ այլն խնդիր նույն բանն էր։ Նույն բան։ Բարձ բան իմաստով։ Հիմա ենք նայում 26 թվականին։ Եղած ավերին 21-ի դրությամբ ահագին բան գումարվել է, պետք չէ թվարկել։ Հիմա էլի դառնում է նույն ձեռագիրը, դառնում է նույն մոտեցումը,
մեղմ ասած, այն բոլոր հնարավոր քաղերիկ դասերը չքաղած։ Որ եթե անգամ գնում եք ընտրությունների, ուրեմն մի քիչ պետք է այդ մոտեցումը արդեն լավ այն ժամանակ շատերին թվում էր, որ մեր հանրությունը սրանց ոչ թե չի տա իշխանություն դառնալու համար համապատասխանող քվեերի քանակ, այլ ընդհանրապես քվե չի տա։ Տեսակ որ տվեցին։ Տեսակ։ Հիմա ինչ փոխվեց ձեր կյանքում ու ձեր մոտեցումում։ Պարոն Բեկարյան, բայց ես լսելուց կասենք դուք հակաժողովրդավարական մոտեցում ունեք։ Եթե հայ ժողովրդի մեծամասնությամբ Հայաստանի քաղաքացիները գնացել են եւ Նիկոլ Փաշինյանին ձայն են տվել, եւ գնան ու ձայն կտան, մենք անզոր ենք այս հարցում։ Ուրեմն իմ մոտեցումը ոչ թե հակաժողովրդավարական, այլ ամենաժողովրդավարականն է, որտեղ ես ասում եմ ընդդիմության առաքելությունը կանոնա նրանում, որ իր հանրության հետ պիտի կարողանա այնպես աշխատել, որ ոչ թե post factum հանրության վրա նեղանա տված քվեից ելնելով եւ փորձի ամեն ինչը կապել ժողովրդի գլխին կամ ջանին, ինչպես ասում են հայերենով, բոլոր դժբախտությունները, ընթացքը եւ այլը, այլ աշխատի այն հստակությամբ, այն անկեղծությամբ եւ այն թափանցիկությամբ, որ բանը դրան չհասնի։ Դրա համար էլ կա մի շատ կարևոր նախապայման։ Ֆիքսի իր համար մինչև հանրությանը հայտարարելը, հա, այդ վեկտորներից սիրել չսիրել, իր ամոթ գերական որն է, եւ որն ավելի մեջ կշիռ ունենում, իրար չսիրել է, թե սեփական երկիրը սիրել է։ Երբ որ այս հարցերի պատասխանը շատ հստակ կլինի, հանրությունն էլ շատ ժողովրդավարական ճանապարհով, Նարեկ ջան, դրանք արձագանքի։ Իմ ասածը որևէ կերպ ժողովրդավարության չի դեմ։ Վերջին հարցը, պարոն Բեկարյան, վերջին հարցը, տեսեք, ես խոսում եմ տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, որոնք ինտելեկտուալ մարդիկ են եւ այլն, եւ մեղմ ասած Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները չեն։ Ու չեն կիսում բազմաթիվ օրակարգեր։ Բայց ինչ են ասում են Նիկոլ Փաշինյանը չլիներ, Նարեկ Գալստյաններ լիներ կամ Կարեն Բեկարյանը կամ որևիցե այլ գործիչ, աշխարհակաղակական այս իրավիճակում, այս խառնաշփոթի պայմաններում Թուրքիայի հետ լեզու գտնելը, ինչ որտեղ Թուրքիային շողոքորտելը, ինչ որտեղ սեփական կարմիր գծերից հրաժարվելը պարտավոր էր անել, հակառակ պարագայում մենք տեսնում ենք, թե ինչպես են սուվերեն պետությունները հատում մյուս սուվերեն պետությունների սահմանները, 4 կողմ պատերազմը, ով էր խանգարելու Թուրքիային ուղղակի անցնել Արաքսը։ Իսկ այդ ասողներին հարց չեք տալիս, իսկ հիմա ով է խանգարում Թուրքիային հատելու այդ սահմանը։ Այնքան հետաքրքիր թեմա մտակ, Նարեկ, շատ ափսոսում եմ, որ հիմա ժամանակի խնդրեմ առնելու։ Որովհետև օրինակ այդ նույն զրույցը իմ հետ տանողներին ամենայն անկեղծությամբ շատ լուրջ հարց եմ տալիս, ասում եմ, մի հատ կասեք ինձ։ Իսկ դա բան է, չէ՞, տրենդային բան է։ Ով է հիմա Թուրքիային խանգարում դա անել։ Կամ ինչն է Թուրքիային խանգարում դա անել։ Լայնացնեմ հարցը։ Ով կամ ինչն է խանգարում Ադրբեջանին դա անել։ Այդ հարցի պատասխանը ունեն։ Դե եթե Ադրբեջանը եւ Թուրքիան քեզանից ոչ մի բան չունեն պահանջելու, դա չեն անելու։ Այդ է պատասխանը։ Այսինքն իրանց պահանջները ավարտվել բրծել է, իրանք այսինքն հայ ժողովրդից ինչ ակնկալիք ունեին եւ այս տարածքից ինչ ակնկալիք ունեին լուծածը։ Չէ, բայց խաղաղությամբ Ադրբեջանը անցաշրջան արվում։ Հարց եմ տալիս, բա ինչի ենք մենք սահմանադրությունից իշխանության ցանկությամբ հանում անկախության փորձում հանել։ Անկախության հռչակագրի հղումը Ադրբեջանի սահմանադրությունը մնում է նույնը ոնց որ կա։ Այսօր Նիկոլ Փաշինյանը իր հղումներով Նիկոլ Փաշինյանը հերթական ֆանտաստիկ լուծումներ գտել այդ հարցի պատասխանի կամ պատասխաններ գտել, ասում է, երբ որ պատարակների ժամանակ ելնում ասում եք Արցախի հանրապետություն, բնական Ադրբեջանում էլ ասելու են հակառակ դրա խոսույթը, այսինքն ճակերտներով Արևմտյան Ադրբեջան։ Դե հիմա գիտես, այն հայտնի անեկդոտը կար, հիշում ես, որ ասում է դու հիմա կլինի կողմնորոշվես ձկների թագավորն ես թե կենդանիների։ Հիմա այդ լրիվ այդ պատմությունն է իրականում։ Հիմա հարց, դու խոսույթի կռիվն ես տալիս, թե միջպետական հարաբերությունների եւ իրավապայմանագրային դաշտի։ Չի լինում մեկը մյուսի հետ խառնել։ Որովհետեւ եթե դու խոսույթի հետ հարց ունես, հանրության հետ խոսույթի հետ կապված շփվի, որը անում ես ամեն օր տարբեր ձևերով։ Չեմ ուզում անդրադառնալ իր ձևերով, բայց հարց եմ տալիս։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում կա այդ համապատասխան հղումը, որը նյարդա ստեղծում Ադրբեջանի մոտ։
Հələ թողում ենք դրա օբյեկտիվ լինելը, իրական լինելը, չիրական լինելը, կա։ Ադրբեջանի սահմանադրության մեջ կա համապատասխան հղումը, որը տարածքային հավակնություններ է բերում հղումով Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Այսինքն որ ինքը Ադրբեջանի դեմոկրատական Այո, իսկ այդ իրավահաջորդությունն է բերում նրա իրավական ակտի մեջ որոշակի տարածքային հավակնությունները շատ հստակ եւ բավականին մեծ։ Այսինքն այդ ո՞նց եղավ այդ եղավ միակողմանի։ Ոնց եղավ, որ դու օրինակ Արցախի գիրքը նվիրողին գործից հանում ես, այն կողմից ամենաբարձր մակարդակով առ այսօր ասվում է, այո, մենք վերադառնալու ենք Արևմտյան Ադրբեջան։ Դա կոչվում է վայ պարտադրածին։ Սա միջպետական հարաբերությունների էլեմենտներ են, որովհետև սա միտեղ մենք խոսում ենք սահմանադրությունների մասին, միտեղ մենք խոսում ենք երկրների ղեկավարների փաստացի խոսույթի մասին։ Հիմա այս թողել ենք, այսինքն սրա պատասխանը կարացել ես տաս, հա, եկել ես հասել ես նրան, որ պատարակի ժամանակ Արցախը որտեղ ինչա ստեղծում։ Դու Արցախը պատարակի ժամանակ փորձել ես համեմատես նամազների հետ կատարվող եւ դեպի քեզ ոնց են անդրադառնում։ Համբարձյալը դիեզերը ինչի հետ է։ Այս սրանից ավելի ուժեղ այդ թոս փչելը լինում է։ Բայց սա է ամբողջ հարցը, Նարեկ ջան։ Էս էլ է հենց այն ընթացքը, որը նորից բերում է այդ շատ ակտուալ հարցը։ Ադրբեջանը չի անում ինչ-որ ավելի ագրեսիվ գործողություն։ Ինչու։ Ում պատճառով։ Թուրքիան չի անում, ինչու, ում պատճառով։ Թե իրանց ավելի ցավով ասեմ մեզ, հանրության։ Թվում է, որ իրոք այդ խաղաղության դարաշրջանը տենց եկել է, ու այդ բոլոր թշնամանքները, այդ բոլոր խնդիրները, այդ անիծյալ սեպը Թուրքիայի ժամանակվա նախագահի կողմից ասված, էլ արդեն ոչ մեկը արտիական չի։ Հիմա Թուրքիան ու Ադրբեջանը ձեռք-ձեռքի, ուրեմն ամեն ինչ անելու են Հայաստանի Հանրապետության բարգավաճման համար։ Այդ կարելի է հարց տալ, էլի։ Այդ ինչից ենք դա վերցրել։ Այդ ո՞րն է դրա հիմնավորումը։ Որտեղից է դա եկել։ Եվ միանգամից մեդալի հակառակ կողմը։ Իսկ ով է ասում, որ պետք է հետները հարաբերություն չունենալ, ով է ասում։ Իհարկե պետք է ունենալ, բայց կա հարաբերություն, որը լինում է պատշաճ։ Կա հարաբերություն, որը լինում է գործընկերային։ Ոչ վասալային։ Կա հարաբերություն, որը լինում է դու որպես սուբյեկտ, նա որպես սուբյեկտ։ Եվ կա հարաբերություն, որը այս ամեն ինչի հետ ոչ մի կապ չունի, որը կոչվում է թելադրանք, պարտադրանք, ցուցակ, կատարում։ Հանձնում, նոր ցուցակ, նոր կատարում։ Հանձնում, նոր ցուցակ, նոր կատարում։ Մենք այս ցիկլի մեջ ենք ապրում։ Պարոն Բեկարյան, շնորհակալ եմ շատ։ Հրավերս ընդունելու շատ հետաքրքիր զրույցի համար եւ այսպես իմ հյուրներ Հայացք վերլուծական կենտրոնի նախագահ Կարեն Բեկարյանը, մենք կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։